2026 թվականը սկսվեց երևանցիների համար անսովոր մտահոգիչ տեղեկությամբ։ Պարզվեց Հայաստանի մայրաքաղաք այսուհետ չի ունենալու շուրջօրյա ջրամատակարարում, առայժմ ամռան ընթացքում։ Պատճառները երկուսն են՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական ջրաղբյուրներում գրեթե 1/4-ով նվազել է ջուրը և զգալիորեն աճել է սպառումը։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք։ Թեև կառավարությունը խոստացել է շտկել իրավիճակը, սակայն ողջ աշխարհում ջրի խնդիրը միայն սրվում է։ Անցած տարվա հոկտեմբերին Իրանի նախագահ Փեզեշքյանը անդրադառնալով Թեհրանի առջև վերհառնած ջրամատակարարման լուրջ խնդրին հայտարարեց. «Եթե ջրի սահմանափակումները չօգնեն, ստիպված կլինենք տարհանել Թեհրանը»։ Երկիր մակերևույթի 71%-ը պատված է ջրով, որից 91%-ը աղի ջրեր են, ու խմելու համար մնում է 2,5-ից 3%, սակայն այդ 2,5-ից 3% ջուրը հասանելի չի մարդկությանը եւ դրանից ընդամենը 0,01%-ն է, որ մարդիկ կարողանում են հայթայթել եւ խմել, մնացածը գտնվում է ստորգետնյա մակերևույթի վրա կամ սառցադաշտերում, ու այս ջրի քանակով պայմանավորված, հասանելիությամբ պայմանավորված ջուրը դառնում է կենսական նշանակության ռեսուրս, որ այդքան էլ հեշտ հասանելի չի հայթայթելու համար։ Ջուրը հատկապես 21-րդ դարում ոչ միայն կենսական ռեսուրս է, այլև ազդեցության գործիք։ Եթե 20-րդ դարում նավթն էր իրավիճակ փոխում, ապա 21-րդ դարում այդ տեղը աստիճանաբար զբաղեցնում է ջուրը։ Երբ որևէ պետություն վերահսկում է գետի ակունքները, նա որոշակիորեն վերահսկում է կենսական այդ ռեսուրսից գետից օգտվող այլ պետությունների ապագան։ Մենք խոսում ենք այն միտման մասին, երբ վերին հոսքի երկրները սահմանափակում են ներքին հոսքի երկրների ջրերը, ու մենք բերում ենք Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի օրինակները, բայց հայ հասարակությանը ավելի օրինակ հայտնի են լինելու Արցախի եւ Ադրբեջանի դեպքերը, շրջափակման ժամանակ կամ Գազայի դեպքերը։ Ջրամբար կառուցելու, ջրի հոսքը կարգավորելու, նվազեցնելու որոշումը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց խմելու ջրի, գյուղատնտեսության, էներգետիկայի վրա, առաջացնելով լրջագույն սոցիալ-տնտեսական ի վերջո անվտանգային խնդիրներ։ Կտրուկ է ասված, ամենևին ոչ։ Օրինակները, ինչպես գիտեք, միայն շատանում են։ Հայաստանը հերթում է։ Թուրքիան 5 անդրսահմանային գետերի վերին հոսանքի երկիր է։ Աղբյուրները Թուրքիայի տարածքում են եւ այդ գետերը հոսում են հարևան երկրներ՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ։ Նման աշխարհագրական դիրքը Թուրքիան դարձնում է հիդրոհեգեմոն երկիր, ջրային գերիշխանություն ունեցող պետություն։ Ջրի կառավարումը պետությունների կողմից կարող է առանց ռազմական գործողությունների ավելի մեծ վնաս հասցնել ստորին հոսքի երկրներին, քան եթե նա կիրառեր ռազմական գործողություններ։ Կախվածություն մեջ թողելով ստորին երկրներին կարողանում է կառավարել նրանց տնտեսությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, այսինքն բոլոր համակարգերը կախվածության մեջ են դնում։ Հեռավոր 1960 թվականին Հայաստանին հարևան երկրում մեկնարկեց հարավարևելյան Անատոլիայի նախագիծը, որի շրջանակում պետք է կառուցվեին 22 ամբարտակներ և 19 հիդրոէլեկտրակայաններ։ Ըստ տեղեկությունների, մեծ մասը կառուցվել է։ Եփրատին բաժին է ընկնում Սիրիայի ջրամատակարարման մինչև 86%-ը, Իրաքի ջրամատակարարման գրեթե 89%-ը, բավարարվում է Տիգրիսի և Եփրատի համակցված պաշարների հաշվին, և հարավ-արևելյան Անատոլիայի նախագծի իրականացումը հանգեցրեց հարևան այդ երկրներում ջրի պակասուրդին։ Թուրքիան սահմանափակելով ներքին հոսքի ջրերը, օրինակ Սիրիա եւ Իրաք գնացող ջրերը կարողանում է քաղաքական ճնշումներ գործադրել, ու երբ որ այս երկրները փորձում են Թուրքիայի հետ բանակցությունների գնալ, Թուրքիան պահանջ է ներկայացնում, որպեսզի այս երկրները որոշակի խնդիրներից հրաժարվեն։ Օրինակ մենք տեսել ենք, որ եւ Սիրիայի եւ Իրաքի դեպքերում շատ երկարաժամկետ տասնամյակներ տևած բանակցություններից հետո Թուրքիան, որ այս երկրներին ասել է, որպեսզի հրաժարվեն քրդական հարցից եւ քրդերին աջակցությունից։ Որոշ զեկույցներ վկայում են, որ Իրաքի ու Սիրիայի ջրամատակարարումները կրճատվել են մոտ 40%-ով յուրաքանչյուրի պարագայում։
Կուր Արաքսյան ավազանում եւս Թուրքիան որդեգրել է խոշորամասշտաբ ջրային ենթակառուցվածքների ստեղծման ռազմավարություն։ Օրինակ Արաքս գետի եւ Արաքս գետը թափվող Ախուրյան գետի վրա թուրքական կողմը շահագործման է հանձնել 9 ամբարտակ, ավելի քան 1.4 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ, եւս 7-ը գտնվում են կառուցման փուլում, ավելի քան 1.8 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ, որոնց պետք է հաջորդի եւս 7 ամբարտակների կառուցումը 401 միլիոն խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ։ Արդյունքում Թուրքիան վերահսկողություն կհաստատի մոտ 3.7 միլիարդ խորանարդ մետր ջրի նկատմամբ, ինչը կազմում է իր տարածքում ավազանի տարեկան գնահատված հոսքի ավելի քան 83%-ը։ Այս ծրագրերը ավարտելուց հետո ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կառավարելու է հոսքի 80-85%-ը եւ սա առաջին հերթին նշանակում է, որ Արաքսից եկող ջրերի քանակը քչանալու է եւ ամենաառաջին հետևանքը լինելու է այն, որ Արարատյան դաշտի արտեզյան պաշարները ավելի դանդաղ են լիցքավորվելու եւ երբ որ պաշարները դանդաղ լիցքավորվեն, վատանալու է հողի որակը եւ հողը դառնալու է աղիանալու վտանգ է ստեղծվելու։ Ինչ է սա նշանակում։ Եթե Թուրքիայի տարածքով հոսող Կուր եւ Արաքս գետերի տարեկան ջրի քանակը պայմանականորեն համարենք 100 լիտր, ապա այս նախագծերի ավարտից հետո Թուրքիան կունենա այնպիսի հզորության ջրամբարներ, որոնք կարող են իրենց մեջ պահել այդ 100 լիտրից 83-ը։ Հետևաբար Անկարան կարող է որոշել երբ բաց թողնել ջուրը եւ ինչ քանակով։ Այս տարվա մայիսին Երևանում առաջին անգամ գումարվեց Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը։ Հայաստանի ջրային կոմիտեի հաղորդման համաձայն կնքվել են փաստաթղթեր մեջբերենք 2 ստեկ շահավետ պայմաններով եւ ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Ջրի հասանելիության նվազումը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական եւ անվտանգային հետևանքներ։ Գյուղատնտեսությունը հանդիսանում է ամենակարևոր հենասյուներից մեկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության համար եւ ջրի պակասը անմիջապես հանգեցնում է բերքատվության նվազմանը եւ իհարկե պարենային կախվածություն է առաջացնում արտաքին շուկաներից։ Դա իր հերթին բարձրացնում է պարենային գները եւ խորացնում է սոցիալական անվստահությունները ու իհարկե ծանր հարված է գյուղական բնակչությանը, որի եկամուտների մեծ մասը կախված է գյուղատնտեսությունից եւ բերքատվությունից։ Երկարաժամկետ հետևանքները կլինեն գյուղական տարածքների դատարկումը եւ միգրացիան։ Բացի դրանից, պարենային կախվածությունը աճը խոցելի է դարձնում Հայաստանը արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։ Այսինքն ջրի պակասը վերածվում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ազգային անվտանգության խնդրի։ Այն որ մենք այսօր ամեն տարի կամ 5 տարին մեկ Սևանին անդրադառնում ենք, այդ նշանակում է, որ մենք ընդհանրապես մեր ռեզերվն ենք օգտագործում, այդ նշանակում է, որ մենք ջրային ճգնաժամի մեջ ենք։ Միտեղ որտեղ որ 40%, 60% կորուստ լինի, մենք ինչ կանենք, արտակարգ դրություն կհայտարարենք։ Իսկ ջրային ոլորտում դա նորմալ է, հա դե 60% է կորուստը, դարձավ 59%, դարձավ 58.5%, ինչ լավ է, եկեք բան պարգևատրենք եւ այլն եւ այլն։ Սա աղետ է, ոնց կարելի է սրա հետ ընդհանրապես համակերպվել։ Հայաստանի գյուղատնտեսությունը մեծապես կախված է ոռոգումից։ Ջրի հոսքի ցանկացած խաթարում կարող է ազդել բերքատվության գների եւ երկրի պարենային ինքնաբավության վրա։ Վիճկոմի համաձայն հանրապետության վարելահողերը 442,000 հեկտար են, ոռոգվում է մոտ 1/4, 116,000-ը։ Եթե հաշվի առնենք, թե ինչ դեր ունի Արարատյան դաշտավայրը Հայաստանի պարենային անվտանգության ապահովման գործում, իսկ դաշտավայրն էլ սնուցող գետը հենց Արաքսն է, ապա անմիջապես հասկանալի են դառնում անվտանգային ռիսկերը։ Հարց է առաջանում, ինչու է վարչապետ Փաշինյանը հիմա եւ նման սրությամբ բարձրաձայնում ջրի խնդիրը։ Ամբողջ խորությամբ չենք ընկալում։ Ինչ է պատահել եւ ինչպես կտեսնեք քիչ անց առաջիկա տարիների համար ջրի հարցը հռչակում է Հայաստանի թիվ 1 խնդիրը։
ընդգծելով այնպես, ինչպես խաղաղության հարցն էր նախորդ տարիներին։ Ովքեր են կողմները հաստատմանը դեմ չունեն։ Պակաս կարևոր չէ, որ գրեթե 8 տարի գտնվելով իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանը խոստովանում է. իր կառավարությունը չի կարողացել լուծել դեռ նախկին իշխանություններից ժառանգած նման կարևորության խնդիրը ու թեև ջրի կորուստների հարցում որոշակի բարելավում կա, սակայն ջրային ոլորտում վիճակը Հայաստանում աղետալի է։ Գյուղացիական տնտեսությունները Հայաստանում բավականաչափ պատրաստ չեն ջրի նվազեցման խնդիրներին։ Մեծ մասամբ կիրառվում են ավանդական ոռոգման մեթոդներ, որոնք ունեն ցածր արդյունավետություն եւ շատ մեծ ջրային ծախսեր։ Մեր երկրում շատ քիչ են կաթիլային ոռոգման համակարգերը եւ նոր տեխնոլոգիաների օգտագործումը ֆերմաներում։ Բացի դրանից կա նաեւ գիտելիքի շատ մեծ պակաս կլիմայի փոփոխության մասին եւ իհարկե նոր ոռոգման համակարգերի օգտագործման համար։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ գյուղացիները հիմնականում արձագանքում են խնդիրներին այդ խնդիրները առաջանալուց հետո, այլ ոչ թե քայլեր են կատարում դրանք կանխարգելու համար։ Եվ իհարկե առանց պետական աջակցության այս խնդիրները հաղթահարելը շատ դժվար է լինելու։ Գլոբալ ջերմացումը խորացնում է ջրի խնդիրը։ Եթե կենարար հեղուկի համար մրցակցությունը սրվի, ջուրը կարող է դառնալ միջազգային հարաբերություններում միմյանց նկատմամբ կոշտ ճնշման, հակամարտությունների նոր լծակ ու պատճառ։ Հայաստանը պետք է ոչ թե արձագանքի ճգնաժամին, այլ պատրաստվի։ Հայաստանի իշխանությունները ջրային քաղաքականություն կարելի ասել ընդհանրապես չեն վարում։ Հիմա սահմանազատում, սահմանագծում process-ներ են ընթանում Ադրբեջանի հետ, բայց ջրային թեման ընդհանրապես ներառված չէ այդ բանակցություններում։ Իհարկե առաջնային է, որ Հայաստանը փորձի բանակցությունների գնալ Թուրքիայի հետ, բայց մենք նաև այն եզրակացության ենք գալիս, որ սա հնարավոր է, որ անարդյունավետ լինի, հաշվի առնելով Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի օրինակները բայց իհարկե փորձը պետք է արվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համաձայն տարեկան Հայաստանում ձևավորվում է ջրի 7.2 միլիարդ խորանարդ մետր մակերևույթային հոսք, որից 1.2 միլիարդը ամբարվում է 80 ջրամբարներում էներգետիկ եւ ոռոգման նպատակներով։ Ամեն տարի ոռոգման նպատակով իրականացվում է 1.2 միլիարդ խորանարդ մետր ջրար, իսկ ոռոգման նպատակով գործող ջրամբարներում հնարավոր է կուտակել առավելագույնը 980 միլիոն խորանարդ մետր։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է առաջին հերթին երկարաժամկետ քաղաքականություն մտցնի։ Այսինքն պետք է արդիականացնի նոր համակարգերը, ավելի շատ ոռոգման համակարգերը, կաթիլային ոռոգումը եւ իհարկե թվային կառավարման համակարգերը։ Երկրորդ պետք է ներդնվեն ֆինանսական խթաններ, ինչպիսին են սուբսիդիաներ, ցածր տոկոսներով վարկեր եւ ապահովագրական մեխանիզմներ, որոնք կապահովեն փոքր ֆերմերներին եւ փոքր ֆերմերները նույնպես կկարողանան օգտագործել նոր համակարգերը եւ նոր տեխնոլոգիաները իրենց ֆերմաներում։ Ներկայում կառուցվում են կապսի ու վեդու ջրամբարները, որոնք միասին կարող են ամբարել մոտ 55 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ծրագրվում է կառուցել եւս 18 ջրամբար, ուր հնարավոր կլինի կուտակել 115 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ինչպես նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը, ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրինք, հաջորդ 5 տարվա մեր ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումը եւ կառավարումը։ Ըստ տարբեր գնահատականների այսօր աշխարհում կան ավելի քան 260 անդրսահմանային գետեր եւ շատերի պարագայում ջրի բաշխումը դարձել է կամ դառնում է անվտանգության խնդիր, քաղաքականության առարկա։ Օրինակ Նեղոսի ավազանում Եթովպիայի կառուցած եթովպիական վերածննդի մեծ ջրամբարը լարվածություն է առաջացրել Եգիպտոսի հետ, որը պատմականորեն հազարամյակներով կախված է Նեղոս գետից։ Ջուրը այլևս լուրջ լծակ է բանակցություններում, տնտեսական պայմանավորվածություններում, միջազգային հարաբերություններում, ազդեցության ընդլայնման գործում։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում այդ լծակի նշանակությունը միայն աճում է։ Ջերմացող աշխարհում ջրային պաշարները նվազում են, երաշտները դառնում են հաճախակի
ջուրը թանկանում է։ Ժամանակ անց Հայաստանը չի կարող չբախվել ջրի խնդրին, եւ հարցն այն է, թե որ չափ պատրաստ կլինենք։